Պակիստանը չորեքշաբթի օրը հայտարարել է, հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողությունները սկսել։ Երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո, ինչի հետևանքով 27 մարդ է զոհվել։ Իրադարձությունների մանրամասներին գործընկերս Գեղամ Ադյանն է ծանոթացել։ Գեղամ, ինչով է պայմանավորված Հնդկաստանի և Պակիստանի միջև լարումը։ Աննա, չնայած ահաբեկչությանը, որի մեջ Հնդկաստանը Պակիստանին է մեղադրում, այդ երկու երկրները նոր չէ, որ հակամարտության մեջ են։ Հիմնական կռվախնձորը Քաշմիրն է։ Հակամարտությունը սկսվել է 1947 թվականին, երբ Բրիտանիայից Հնդկաստանը անկախացավ և նաև Պակիստան պետությունը ստեղծվեց։ Այդ ժամանակ Քաշմիրի մուսուլմանական մեծամասնության իշխանը որոշեց միանալ Հնդկաստանին ի պատասխան Պակիստանի կողմից զինված ներխուժման, ինչից հետո սկսվեց Հնդկաստան-Պակիստան պատերազմը։ Արդյունքում Քաշմիրը բաժանվեց երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև, սակայն երկու կողմն էլ այդ տարածքը համարում են ամբողջությամբ իրենցը։ Քաշմիրը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար, հատկապես ջրային ռեսուրսների առումով։ Այդ տարածքով է հոսում Ինդոս գետը, որի հնարավոր հոսքի փակումը աղետալի հետևանքներ կունենա Պակիստանի համար, քանի որ այն ապահովում է ջրային ռեսուրսների 90%-ը։ Արդյոք կողմերը լայնածավալ պատերազմի կգնան։ Դժվար է ասել, այնուամենայնիվ երկու միջուկային տերությունների միջև լարվածությունը մնում է բարձր մակարդակի։ Պակիստանի կառավարությունը Նյու Դելիին մեղադրել է, որ առաջիկա 24-ից 36 ժամերի ընթացքում հարձակում է նախապատրաստում Հնդկաստանը, հողում անելով ճակերտավոր իր հավաստի հետախուզական տվյալներին, իսկ մինչ այդ երկու երկրները միմյանց համար փակել են օդային տարածքը, Հնդկաստանը չեղարկել էր պակիստանցիների համար վիզաների տրամադրումը, իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել լքել Պակիստանը և նույնը արել էր Պակիստանը, ինչի արդյունքում 800 պակիստանցի լքել է Հնդկաստանը, իսկ մոտ 1500 հնդիկ վերադարձել տուն։ Եվ ինչպես արդեն նշեցի, Հնդկաստանը նախկինում հայտարարել էր 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրից դուրս գալու մասին, որը կարգավորում է ջրերի բաշխումը։ Հետաքրքիր է միջազգային արձագանքը ինչպիսին է։ Արդեն իսկ Հնդկաստանի հիմնական դաշնակից Միացյալ Նահանգները կոչ արել խուսափել պատերազմից և հույս հայտնել, որ Պակիստանի իշխանությունները կհամագործակցեն Հնդկաստանի հետ Պակիստանում գործող զինյալների դեմ պայքարում։ Չինաստանը, որ ռազմավարական դաշնակիցն է Պակիստանի, կրկին կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը, նմանատիպ կոչ է արել նաև Եվրամիությունը, տարբեր երկրներ, իսկ Ֆրանսիան, որ ավելի սերտ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, դատապարտել էր տեղի ունեցած ահաբեկչությունը և կողմերին զսպվածության կոչեր արել։ Պակիստանի դաշնակից Ադրբեջանը ինչպես է դիրքավորվել։ Չնայած 44-օրյա պատերազմի ընթացքում Պակիստանը և դիվանագիտական և ռազմական առումով աջակցել է Ադրբեջանին, Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես մտահոգություն է հայտնել առաջացած լարվածության կապակցությամբ, բայց հետաքրքիր զարգացումներ են եղել Անկարայի մասնակցությամբ։ Հնդկական մամուլում տեղեկություններ կան, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկել Իսլամաբադին։ Կիրակի օրը տեղեկություններ կան, որ պակիստանյան Կարաչի քաղաք է ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 Հերկուլես ռազմական ինքնաթիռներ, որոնք ռազմական տեխնիկա են տեղափոխում, բայց թե ինչի մասին է խոսքը, հայտնի չէ։ Շնորհակալություն։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։